Թուրքական ռազմական C-130 ինքնաթիռի կործանումից մեկ օր անց հայտնաբերվել է ինքնաթիռի սև արկղը, սկսվել է հետաքննություն, հայտնել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ու նշել, որ վթարի հետևանքով ռազմաօդային ուժերի 20 զոհված զինծառայողներից 19-ի մարմինները հայտնաբերվել են։ Մինչ պաշտոնական հետաքննությունը շարունակվում է, շրջանառվում են միմյանց հակասող վարկածներ, սկսած տեխնիկական անսարքությունից մինչև արտաքին միջամտության հնարավորություն։ Թուրք փորձագիտական շրջանակներում հնչում են առավել տագնապալի գնահատականներ։ Անվտանգության հարցերով մի շարք հեղինակավոր փորձագետներ կասկածի տակ են դնում տեխնիկական անսարքության վարկածը։ Պաշտոնաթող զինվորական Ջորջ Քումբաշբուկը CNN Թուրքիի եթերում հայտարարել է, որ C-130-ը չափազանց հուսալի ինքնաթիռ է եւ տեխնիկական խնդիրների վարկածը պետք է բացառել։ Նրա կարծիքով քննությունը պետք է կենտրոնանա դիվերսիայի կամ ուղղակի հարձակման վարկածների վրա։ Այս տեսակետի հետ համաձայն է նաեւ փորձագետ Իբրահիմ Քելեշը, նշելով, որ գոյություն ունի արտաքին ազդեցության հավանականություն։ Ավելին, ռազմական փորձագետ Քազեմ Դալքրանը չի բացառել, որ ինքնաթիռը կարող էին խոցել հոբ համակարգերը։ Նրա խոսքով սահմանամերձ գոտիներում մշտական մարտական պատրաստության մեջ գտնվող որոշ համակարգեր կարող էին ավտոմատ խոցել չճանաչված օբյեկտները։ Դեռ ավելին, ադրբեջանական սեգմենտում սկսել են վարկած շրջանառել, թե վթարի մեղավորը կարող է Գյումրիում տեղակայված ռուսական ռազմաբազան լինել։ Այլ հոգևորականների եւս հրավիրել են հարցաքննության։ Իրավապահ մարմինը եւս մեկ վարույթ է առաջ քաշել խտրականության հիմքով, հայտնել է փաստաբան Արա Զորհաբյանը։ Ավելի վաղ փաստաբանը տեղեկացրել էր, որ Մայրաթոր Սուրբ Էջմիածնից եւ Արագածոտնի թեմից 8 եկեղեցականի կանչել էին քննչական կոմիտե, ենթադրաբար Նաթան Սրբազանի մասնակցությամբ գաղտնալսված հեռախոսազրույցի գործով։ Խտրականություն ըստ էության իրենք համարում են, որ ինչ որ հոգևորական նկատմամբ խտրական վերաբերմունք է դրսևորվել եւ այստեղ հենց ուղիղ իրենք հակադրվում են Սահմանադրության եւ Հայաստանի Հանրապետության եւ Հայ առաքելական սուբյեկտի հարաբերությունների մասին օրենքի հետ։ Ինչու, որովհետեւ եւ Սահմանադրությամբ եւ այդ օրենքով երաշխավորվում է Հայ առաքելական սուբյեկտի բացառիկ առաքելությունը, ճանաչում է այդ առաքելությունը, ինչպես նաեւ ինքնակառավարումը իր նվիրապետության սահմաններում։ Հայր Ռուբեն Վարդապետը հարցաքննվածներից մեկն է։ Վարդապետի խոսքով ինքը Նաթան Սրբազանի հետ անմիջական չի աշխատում եւ չգիտի, թե ինչու է հրավիրվել քննչական կոմիտե։ Դուք Նաթան Սրբազանի հետ աշխատում անմիջապես հրավիրել։ Այդ հարցազրույցը 15 տարի աշխատել եմ քրեակատարական հիմնարկներ։ Որպես քահանա։ Որպես պատասխանատու հոգևոր ծառայության։ Ըստ էս ինչու են ձեզ հրավիրել այդ գործով։ Քանի ամիս առաջ եմ հրապարական։ Հայաստանի վարչապետը բացատրել է, թե ինչու է Արցախյան բանակցությունների փաստաթղթերը պատրաստվում հրապարակել տարեվերջին, ոչ թե ավելի շուտ։ Նիկոլ Փաշինյանի խոսքով իր կառավարությունը կսպասի մինչև պաշտոնապես լուծարվի ԵԱԿ Միսկի խումբը։ Փաթեթի տերը մենակ մենք չենք։ Ենթադրվում է, որ տարվա վերջ միջև դե յուրե ԵԱԿ Միսկի խումբը կլուծարվի եւ այդտեղ այդ բարոյական եւ քաղաքական արգելքը կվերանա, այսինքն այդ սուբյեկտը չի լինի եւ մենք ազատ կլինենք այդ թղթերը հրապարակել։ Վարչապետ Փաշինյանը անդրադարձել է նաեւ Սերժ Սարգսյանի նամակին, որը խոստացել էր հրապարակել։ Արդեն հրահանգ է տվել սկսել այդ նամակի գաղտնազերծման գործընթացը։ Փաշինյանի խոսքերով նամակը ուղղված է մեկ այլ երկրի ղեկավարի։ Ես այդ նամակի մասին այլ բան եմ հասկացել եւ Ջեյհուն Բայրամովը բանակցությունների ժամանակ արտգործնախարար չի եղել, հետևաբար ինքն էլ ուրիշից է լսել։ Հեգնանք արտահայտող ծիծաղը դեմքին պատասխանել է Փաշինյանը լրագրողային հարցին, թե արդյոք ինքը բանակցությունների ժամանակ Իլհամ Ալիևին ասել է, որ չի կարող Լեռնային Ղարաբաղի հողերը հանձնել ու նշել մեջբերում, ուզում եք ինձ սպանեն։ Այն հանդիպումները, որին Ադրբեջանի արտաքին գործերի նախարարը հղում է անում, ինքը ոչ միայն դրան չի մասնակցել, ինքը այդ ժամանակ արտաքին գործերի նախարար չի ելել։ Ինքը բոլորովին ուրիշ պաշտոն, այսինքն ինքն էլ լսել է ուրիշից, գուցե այդ ուրիշը լսել է ուրիշից, գուցե այդ ուրիշը լսել, ես չգիտեմ, բացարձակ անհեթեթություն։ Նիկոլ Փաշինյանը այսպես արձագանքել է Ռուսաստանի արտաքին հետախուզության ծառայության տարածած այն հաղորդագրությանը, թե Հայաստանը քաղաքական նկատառումներից ելնելով ցանկանում է ազատվել Մոսկվայից ու աջակցել Ուկրաինային, հացահատիկի մի մասը նրանից ձեռք բերելով։ Ռուսաստանի արտաքին հետախուզության ծառայությունը ռուսական հացահատիկից հրաժարվելու Նիկոլ Փաշինյանի կառավարության ծրագրերը համարել է Երևանի համբույրը Մոսկվային, որ նման է Հուդայի համբույրի։ Թեմային անդրադարձել է նաև Պուտինի խոսնակը Դմիտրի Պեսկովը շեշտել է, որ Դաշնության արտաքին հետախուզության ծառայությունը երբեք առանց հիմնավորման ոչինչ չի հայտնում ու նշել, որ Կրեմլը դեռ հույս ունի շարունակել Երևանի հետ երկկողմանի համագործակցությունը։
Հայաստանի կառավարության վերցրած միլիարդավոր դոլարների պարտքերը նպաստում են հայաստանցիների հարստանալուն, բարեկեցություն ընդլայնելուն, հավատացրել է ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը։ Նա այսօր մեղադրել է ընդդիմությանը, որ երբ ասելիք չեն ունենում, խոսում են պետական պարտքի կառավարելիության մասին։ Ֆինանսների նախարարը վստահ է, որ Հայաստանի պարտքային քաղաքականությունը կայուն է, կանխատեսելի եւ պատասխանատու։ Եթե մարդը պարտք է վերցնում նոր բիզնես հիմնելու, եղած բիզնեսը ընդլայնելու, նոր պահանջված մասնագիտություն սովորելու կամ նույնիսկ հոգնածությունը հաղթահարելու նպատակով հանգստի մեկնելու համար, ապա կարելի է ենթադրել, որ ապագայում նրա եկամտային հնարավորությունների աճի հավանականությունը ավելի մեծ է, քան եթե պարտքով փող է վերցնում մեկ այլ պարտք մարելու, նոր տարին տոնելու կամ ցանկացած այլ ծախսի համար։ Նախարարի խոսքով 2018 թվականից հետո Հայաստանի պետական պարտքը ավելացել է 80%-ով, բայց եթե իշխանությունը որոշի 1.5 տարում փակել այդ պարտքը, ստիպված կլինի բոլոր մյուս ծախսերը 58%-ով կրճատել, օրինակ պաշտպանության ծախսերը 429 միլիարդ դրամով, իսկ կրթության ծախսերը 178 միլիարդ դրամով։ Նախարարի բառերով, այսօր գոյություն ունեցող պետական պարտքը մեջբերում բազմակի անգամ ավելի որակյալ եւ կայուն է, քան այն պարտքը, որ կար մինչեւ 2018-ի իշխանափոխությունը։ Երևանի երթուղայինի 31-ամյա ուղևորը վիճաբանել է 50 համարի ավտոբուսի վարորդի հետ, հարվածել, սեռական բնույթի հայհոյանքներ հնչեցրել նրա հասցեին ու փորձել փոխել ղեկի ուղղությունը, վթարային իրավիճակ ստեղծելով փողոցում երթևեկող մյուս վարորդների համար։ Դեպքի փաստով քննություն է սկսվել։ Ազգային ժողովի նախկին падգամավոր Սյունիքի նախկին մարզպետ Վահե Հակոբյանի նկատմամբ հայտարարվել է հետախուզում, հայտնել է քննչական կոմիտեն։ Նրան մեղադրում են մասնավոր ոլորտում ծառայողական լիազորությունները կամ դրանցով պայմանավորված ազդեցությունը չարաշահելու եւ փողերի լվացման համար։ Հայաստանի Հանրապետության եւ Դանիայի արտգործնախարարները փոխըմբռնման հուշագիր են ստորագրել։ Հուշագրով կարևորվում է Հայաստան-Դանիա եւ Հայաստան-Եվրոպական միություն գործընկերությունների հետագա խորացումը։ Երկու երկրները կշարունակեն ջանքերը ուղղված Հայաստանի Եվրամիության չափանիշներին աստիճանական մոտարկմանը, նրա իշխանության եւ դիմադրողականության ժողովրդավարական ինստիտուտների ամրապնդմանը, հայտնել է մեր արտգործնախարարությունը։ Ռուսական անվտանգության դաշտային ծառայությունը կանխել է Ուկրաինայի եւ Բրիտանիայի հատուկ ծառայությունների մշակած լայնածավալ գործողությունը, որի նպատակն էր առևանգել ռուսական MiG-31 կործանիչը կինժալ գերձայնային հրթիռով։ Ըստ ռուսական կողմի առևանգված ինքնաթիռը պետք է օգտագործվի Ռումինիայում ՆԱՏՕ-ի ռազմաբազայի դեմ սադրանք իրականացնելու համար։ Ուկրաինայի ռազմական հետախուզությունը փորձել է հավաքագրել ռուս օդաչուների, խոստանալով նրանց մինչև $3 միլիոն։ Նշվում է, որ սկզբնական առաջարկը կազմել է $1 միլիոն միայն ինքնաթիռի առևանգման համար, սակայն գումարը հասցվել է 3 միլիոնի կինժալ հրթիռով փոխանցելու դեպքում։ Այս տարի իմ էլեկտրոնային փոստին հաղորդագրություն եկավ, որտեղ անծանոթ մեկը առաջարկեց ռազմական ինքնաթիռի առևանգում կազմակերպել։ Ես ասացի, որ չունեմ բավարար հմտություններ ինքնուրույն MiG-31-ը անվտանգ վայրեջքի տանելու համար։ Մեր նամակագրությանը միացած Ուկրաինայի բանակի սպան փորձեց առցանց ուսուցանել, ասելով, որ դրանում ոչ մի դժվար կամ բարդ բան չկա։ Գործողության համակարգողները ռուս օդաչուներին գայթակղելու համար առաջարկել են ոչ միայն խոշոր գումար, այլև արևմտյան երկրներից մեկի քաղաքացիություն։ Վստահություն շահելու համար նրանց ցուցադրվել են հսկայական դրամակապոստների տեսանյութեր։ 2024 թվականի աշնանը Telegram-ում ինձ մի անծանոթ գրեց, որը ներկայացավ միջազգային լրագրողական գործակալության Bellingcat-ի աշխատակից Սերգեյ Լուգովսկին։ Հետագայում իր ինքնությունը հաստատելու նպատակով Սերգեյն ինձ ուղարկեց իր մամուլի քարտը եւ առաջարկեց անանուն մնալու համար դրամական վարձատրություն։ Մի զրույցում բարձրաձայն շեշտեց ռազմական բնույթի փոխանցված տեղեկության համար վճարելու մասին, պայմանով, որ գումարը պետք է փոխանցվի իմ անձնական բանկային քարտին։ Ես հրաժարվեցի հետագա շփումից։ Ենթադրվում է, որ Ռումինիայում դաշինքի հակաօդային պաշտպանության համակարգերն ինքնաթիռը կխոցեին, ինչը կհանգեցներ միջազգային ռազմական սկանդալի։ Ռուսաստանի Կրասնոգորսկ քաղաքում 10-ամյա տղան վիրավորվել է, երբ փորձել է փողի տեսքով քողարկված պայթուցիկ սարքը վերցնել գետնից։ Երեխան բնակելի շենքի կողքով անցնելիս նկատել է նվերի փաթեթը, որի վրա դրված է եղել 10 ռուբլիանոց թղթադրամ։ Վերցնելուց հետո քողարկված պայթուցիկ սարքը, որը լցված է եղել մեխերով, անմիջապես պայթել է։ Երեխայի կյանքի համար պայքարում են բժիշկները։
Ռուսաստանը ներկայացրել է առաջին մարդանման ռոբոտը, որը օժտված է արհեստական բանականությամբ։ Idol անունով ռոբոտը կարող է արտահայտել հույզեր եւ աշխատել ամբողջությամբ օֆլայն ռեժիմով առանց ինտերնետային կապի անհրաժեշտության։ Ռոբոտի պաշտոնական ներկայացման ընթացքում Idol-ը դանդաղ դուրս է եկել բեմ, երկու մարդու ուղեկցությամբ փորձել է ձեռքով անել հանդիսատեսին, սակայն անսպասելիորեն կորցրել է հավասարակշռությունը, թեքվել ու ընկել։ Ներկայացումն անմիջապես դադարեցվել է եւ ռոբոտը հեռացվել է դահլիճից։ Google ընկերությունը մեղադրվում է օգտատերերի անձնական տվյալներին անօրինական հետևելու համար։ Գործողության համար ընկերությունը օգտագործել է Gemini արհեստական ինտելեկտը։ Նախկինում այս ֆունկցիան օգտատերերն են միացրել իրենց ձեռքով, սակայն այս տարվա հոկտեմբերից արհեստական ինտելեկտի աջակցությունը գաղտնի էր ակտիվացվել առանց օգտատերերի իմացության։ Ենթադրվում է, որ ընկերությունը Gemini-ի աջակցությամբ հետևում է օգտատերերին նաև Gmail-ում եւ Google Chat-ում, ինչպես նաև Google Meet վիդեոկոնֆերանսի հարթակում։